որ մտահոգում եք։ Հայաստանի իրավիճակը, Հայաստանի անվտանգության հարցերը, Հայաստանի բարեկեցության հարցերը, ունի միայն Հայաստանը։ Անվտանգությունը միայն սահմանին տիրող լռությունը չէ, անվտանգությունն այն վստահությունն է, երբ մարդը գիտի իր տունն ամուր է, իր երեխան ապագա ունի, իր աշխատանքը կայուն է, իր գյուղը չի դատարկվում, իսկ պետությունը կանգուն է, արժանապատիվ եւ անսասան, առանց վախի, առանց մուրալու, առանց օտարի կամքին ենթարկվելու։ Հայաստանի անվտանգությունը պետք է կառուցվի 5 սյուների վրա։ Առաջինը ուժեղ բանակ եւ պաշտպանված սահման։ Բայց բանակը միայն զենքը չէ։ Բանակը գիտություն է, տեխնոլոգիա, կապ, հետախուզություն, պատրաստված պահեստազոր, ամուր թիկունք։ Ամեն տարի Հայաստանի ռազմական ծախսերն ավելանում են, բայց փողը անվտանգություն է դառնում միայն այն ժամանակ, երբ վերածվում է որակի, կարգապահության եւ արդյունքի։ Երկրորդը ուժեղ տնտեսություն։ Աղքատ երկիրը երկար չի կարող անվտանգ լինել։ Եթե երիտասարդը աշխատանք չունի, եթե ընտանիքը պարտքերի տակ է, եթե մարզը դատարկվում է, դա նույնպես անվտանգության սպառնալիք է։ Երրորդը ներքին կարգ ու արդարություն։ Մարդը չի զգում անվտանգություն, եթե փողոցում, բակում, դատարանում, ոստիկանությունում կամ պետական համակարգում իրեն անպաշտպան է զգում։ Անվտանգ պետությունն այն պետությունն է, որտեղ օրենքը ոչ թե թույլերի համար է, այլ բոլորի։ Չորրորդը սոցիալական պաշտպանություն։ Անվտանգությունը նաև թոշակառուի սառնարանի պարունակությունն է, զինվորի ընտանիքն է, ուսանողի ուսման վարձն է, գյուղացու եկամուտն է, հիվանդի բուժօգնությունն է։ Եթե մարդը վաղվա օրվա հանդեպ վախ ունի, ուրեմն պետությունն անվտանգության ապահովման համար դեռ շատ անելիք ունի։ Հինգերորդը վստահություն պետության նկատմամբ։ Աշխարհում մարդիկ իրենց անվտանգ են զգում այնտեղ, որտեղ պետությունը կանխատեսելի է, ճշմարտախոս է, արագ է արձագանքում, չի թաքցնում վտանգը եւ չի թողնում քաղաքացուն միայնակ։ Հայաստանի համար բանաձևը պարզ է՝ ուժեղ բանակ, զարգացող տնտեսություն, անկախ դատարան, պաշտպանված ընտանիք, աշխույժ մարզեր, դաշնակիցների լայն շրջանակ եւ պետություն, որը խոսում է վստահության լեզվով։ Մենք պետք է կառուցենք մի Հայաստան, որտեղ քաղաքացին անվտանգ է զգում ամեն առավոտ իր տանը, իր աշխատավայրում, իր աշխատանքի ճանապարհին, իր երեխայի դպրոցում եւ իր երկրի ապագայի նկատմամբ։ Հունիսի 7-ին քվեարկիր համար 18-ին։ Ընտրիր այն Հայաստանը, որտեղ անվտանգությունը սկսվում է ոչ թե խրամատից, այլ մարդու արժանապատիվ ու վստահ կյանքից։